Շատ ծնողներ կարծում են, որ եթե կաթնատամ է, պետք չէ խնամել, քանի որ հետագայում միևնույն է փոխարինվելու է մշտական ատամներով, սակայն փոխենք այս կարծրատիպը եւ ուշադրություն դարձնենք կաթնատամների խնամքին, քանի որ առողջ մշտական ատամների հիմքը հենց առողջ կաթնատամներն են։ Կաթնատամների խնամքը պետք է սկսել նույնիսկ եթե ունենք մեկ ծկթած կաթնատամ։ Երեխաների համար ընտրված մածուկը պետք է լինի անվտանգ եւ նույնիսկ կուլ տալու դեպքում չվնասի երեխային։ Այդ իսկ պատճառով պետք է մեծ ուշադրություն դարձնենք մածուկ ընտրելիս ֆտորի եւ կալցիումի քանակին։ Եթե կաթնատամները չեն խնամվում, հետագայում ունենում ենք մեծ քանակությամբ ատամնափառի կուտակում, որն իր հերթին կարող է առաջացնել կարիես եւ հետագայում արդեն ատամի ցավ եւ բորբոքում իր ամբողջ բարդություններով։ Այդ պատճառով մեծ ուշադրություն պետք է դարձնենք երեխաների ատամիկների խնամքին։ Հարգելի ծնողներ, չենք մոռանում, ամեն օր, օրը 2 անգամ 2 րոպեով անպայման խնամում ենք ձեր փոքրիկների ատամիկները, քանի որ առողջ շպիտը սկսվում է ճիշտ խնամքից։